Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ արևի խավարման մասին, որը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 17-ին ջրհոս նշանի 29 աստիճանում։ Այս տեսահոլովակի ընթացքում կասեմ, թե ովքեր բոլորից շատ կզգան այս փոփոխությունները, հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար ինչ փոփոխություններ կբերի այս խավարումը, ինչպես նաև կասեմ, որ օրերի ծնվածները եւ ասցենդենտի որ աստիճանները բոլորից շատ են զգալու այս փոփոխությունները։ Առհասարակ արևի խավարումը տեղի է ունենում նորալուսնի ժամանակ, այսինքն երբ արևը եւ լուսինը միանում են։ Եվ այդ օրվանից սկսած 2 շաբաթ մենք գտնվում ենք խավարումների միջանցքում։ Իսկ խավարումների միջանցքը համարվում է բավականին լարված ժամանակահատված ճակատագրական, այնպես որ նոր գործեր սկսել ցանկալի չէ, կարևոր որոշումներ կայացնել ցանկալի չէ, քանի որ հետագայում դրանց փոփոխության ենթարկելը բավականին դժվար կլինի։ Քանի որ լինելու է նորալուսին, արևի խավարումը լինելու, սա շատերին բերելու է նոր էներգիա, բայց բնականաբար ինչ որ բաներ գուցե փակելով, որպեսզի կարողանա նոր դռներ բացի ձեզ համար։ Առհասարակ հորոսկոպը եւ այս հոլովակը եւս բնականաբար պետք է նայեք 2 նշանով։ Արևի նշանով եւ ասցենդենտի նշանով։ 2 նշաններն էլ կարեւոր են, իհարկե հաճախ նաեւ նայում են լուսնի նշանով։ Եթե մինչև հիմա չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, ապա մեկնաբանություններում գրեք ձեր ծննդյան տվյալները, այսինքն ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը եւ ծննդյան ճշգրիտ ժամը։ Սիրով ձեզ կպատասխանեմ, որը ձեզ կօգնի հետագայում ավելի հստակ կողմնորոշվել հորոսկոպը նայելիս։ Այսպիսով, սիրելի ընկերներ, նշեցի, որ այս ժամանակահատվածում ցանկալի չէ ինչ-որ կարևոր որոշումներ կայացնել։ Նշեմ նաև, որ առհասարակ ցանկացած խավարում միայն այդ օրը չի, որ պետք է կատարվի, մինչև 3 ամիս առաջ, 3 ամիս հետո կարող է իր ազդեցությունը ունենալ։ Այսինքն, հնարավոր է այս փոփոխությունը շատերը զգան արդեն զգացել են արդեն հունվարի 17-ին, գուցե անցած տարվա դեկտեմբերի 17-ին, կամ դեռևս զգան մարտի 17-ին, մի քանի օր առաջ հետո եւս միշտ նկատի ունեցեք, կամ մայիսի 17-ին, ապրիլի 17-ին, այսինքն ամենակիչը 3 ամիս առաջ հետո իր փոփոխությունները անպայման խավարումը բերում է։ Այժմ անցնեմ հերթականությամբ ներկայացնեմ, հորոսկոպի որ նշանի համար ինչ փոփոխություններ կբերի։ Առաջինը կսկսեմ իհարկե ներողություն ջրհոս նշանից, քանի որ ջրհոսների առաջին տանն է լինելու։ Այսինքն, սիրելի ջրհոսներ, դուք ամենից շատն եք զգալու այս փոփոխությունը։ Քանի որ ձեր առաջին տանն է լինելու, դա նոր սկիզբ է, նոր էներգիա է, այսինքն հնարավոր է նոր փոփոխություններ կապված ձեր արտաքնի հետ։ Օրինակ որոշեք ձեր սանրվածքը փոխել, մազերի գույնը, հնարավոր է հանդիպեք ձեր ապագա կնոջը կամ ամուսնուն, այս ժամանակահատվածում ոչ թե այստեղից է հիմքը դրվելու, մինչև առաջիկա 1-1.5 տարին ձեզ սպասվում են փոփոխություններ կապված ձեր արտաքնի հետ, ձեր հարաբերություններում, գուցե շատերը ամուսնանան կամ եթե ցանկանում եք ամուսնալուծվել, հնարավոր է որ ամուսնալուծություն եւս տեղի ունենա, այսինքն ձեր արտաքնի հետ կապված եւ ձեր դերը միջավայրում ինչպիսին կլինի, այդ ամենի հետ կապված են լինելու փոփոխությունները։ Սիրելի ջրհոսներ, բոլոր նրանք այն ջրհոսներն են ավելի շատ զգալու այս փոփոխությունը մնացածից, ովքեր ասցենդենտով ջրհոս են եւ ասցենդենտը գտնվում է ջրհոսի 28-29-30 աստիճանում։ Դուք բոլորից շատ եք զգալու այս փոփոխությունը եւ բոլոր նրանք են այն ջրհոսներն են զգալու այս փոփոխությունը, ովքեր ծնվել են ամսի փետրվարի այդպես 18-ի 18-19-20 այս 3 օրերի մի օր առաջ հետո եւս ծնվածները եւս զգալու են այս փոփոխությունը բոլորից շատ։ Այսպիսով անցնենք հաջորդ նշանին, հաջորդ նշանը դա ձկներն են, սիրելի ձկներ, այս խավարումը տեղի ունենալու ձեր 12-րդ տանը։ Եվ շատ հնարավոր է, որ այս խավարումը ձեզ բերի ինչ-որ նոր առողջական խնդիր։ Իհարկե սա բոլորին չի վերաբերելու, բայց համենայն դեպս նման հարցեր կարող են լինել կապված առողջության հետ, կապված բժշկի գնալու հետ հարցեր կարող են լինել, կամ օրինակ ոմանք գուցե որոշեն այս խավարման ազդեցության ներքո մեկնելու արտերկիր, թե բնակության, թե սովորելու հնարավոր է։ Համենայն դեպս արտերկրի թեման կարող է պայմանավորված լինել, կամ գուցե շատեր ուզում էին գնալ ինչ-որ արտերկիր, հեռու ինչ-որ վայրեր, թե հանգստանալու, թե գուցե բուժման, այս խավարումը եւս կարող է դրա մասին խոսել։ Հաջորդ նշանը դա խոյն է, սիրելի խոյեր, այդ խավարումը լինելու է ձեր 11-րդ տանը,
Իսկ դա ասում է, որ ձեր կյանքում փոփոխություններ լինելու կապված ձեր շրջապատի հետ։ Հնարավոր է նոր շրջապատ ունենաք, թե ինչով պայմանավորված կլինի այդ նոր շրջապատը, ամեն մեկը մի ձև է զգալու, բայց ինչ որ նոր շրջապատ, նոր գուցե խմբակի գնաք, ձեր երեխաներին գուցե նոր խմբակների տանեք, գուցե նոր երազանք ունենաք կամ այս ժամանակահատվածում արդեն զգաք, թե որ շուտով կկատարվի ձեր երազանքը։ Նման ինչ որ հարցեր կարող են լինել։ Ցուլեր, սիրելի ցուլեր, ձեր 10-րդ տանն է կատարվելու այս խավարումը, իսկ 10-րդ տունը իրենից ներկայացնում է մեր ստատուսը եւ բնականաբար բոլորից շատ զգալու են այս փոփոխությունը բոլոր այն ցուլերը, ովքեր ծնվել են մայիսի 20-ից 22 ընկած ժամանակահատվածում եւ ովքեր ասցենդենտով ցուլ են եւ ասցենդենտը գտնվում է ցուլի 28, 29, 30 աստիճանում։ Եթե այս միջակայքում են գտնվում, ապա դուք բոլորից շատ եք զգալու այս փոփոխությունները։ Իսկ 10-րդ տունը դա ասում է մեր կարիերայի հետ կապված, այսինքն նոր կարիերա, նոր աշխատանք հնարավոր է լինի, նոր ստատուս լինի, հա, ոմանք գուցե ամուսնանան, ամուսնալուծվեն, թորնիկ ունենան, նոր բիզնես ունենան, այդ ամենը բոլորը ստատուսի փոփոխություն է իրենից ենթադրում։ Գուցե օրինակ ավարտեք համալսարանը, ձեր դիպլոմը ստանաք, դա եւս արդեն ձեր ստատուսը փոխվեց։ Ոչ միայն այս նշված օրերի մասին է խոսքը, հա, բոլոր ցուլերին է վերաբերվում, ուղղակի այդ օրերի նշվածները բոլորից շատ ավելի, այսպես կզգան այդ փոփոխությունը։ Հաջորդ նշանը երկվորյակն է, սիրելի երկվորյակներ, խավարումը լինելու է ձեր 9-րդ տանը, փոփոխություններ բերելու կապված բարձրագույն կրթության հետ, կապված արտասահմանի հետ, այսինքն ոմանք գուցե նոր ինչ-որ փաստաթուղթ ձևակերպեն կամ գուցե արդեն ստանան կապված արտասահմանի հետ, արտասահման մեկնելու հետ, հա, հնարավոր է օրինակ գնաք ինչ-որ հեռավոր ճանապարհորդության կամ այս խավարման ազդեցության ներքո որովանք որոշեն, որ պետք է դարձնան օրինակ իրավաբան, սկսեն պարապել, որպեսզի ընդունվեն համալսարան։ Համալսարան ընդունվելու հետ կապված սա կարող է լինել այս ժամանակահատվածը, ոմանք կսկսեն հետաքրքրվել նոր ինչ-որ մշակույթներով կամ կսկսեք զբաղվել ձեր անձնագրային թեմաներով։ Հնարավոր է նաև օրինակ ունենաք նոր ծանոթություն արտասահմանցու հետ կամ արտասահմանից մեր հայրենակցի հետ։ Նման ինչ-որ հարցեր եւս կարող են լինել։ Հաջորդ նշանը խեցգետինն է, սիրելի խեցգետիններ, այս խավարումը լինելու է ձեր 8-րդ տանը։ Եվ ինչ-որ նորություն, նոր էներգիա է բերելու կապված ձեր ընտանեկան բյուջե։ Այսինքն նորություններ կապված ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսական դաշտում, գուցե շատերը որոշեն վարկ վերցնել այս ժամանակահատվածում, բայց եթե որոշեք վերցնել, խնդրում այս 2 շաբաթը չվերցնեք, որովհետև հետագայում խնդիրներ գուցե լինեն, դժվարությամբ դրանք մարեք։ Զգույշ եղեք, որպեսզի ինչ-որ նոր շտրաֆներ չլինեն, քանի որ հնարավոր է ինչ-որ շեղումներ լինեն, օրինակ մեքենա վարելու հետ կապված գերազանցեք արագությունը եւ բնականաբար շտրաֆ մուծեք։ Զգույշ եղեք, որպեսզի վտանգավոր իրավիճակներում չհայտնվեք, առհասարակ փորձեք գոնե այս 2 ամիսը, ներողություն, այս 2 շաբաթը խավարումների միջանցքը, հա, նոր ակտիվ ինչ-որ գործողություններ չկատարել, ապրել ձեր սովորական հանգիստ կյանքով։ Հաջորդ նշանը առյուծներն են, սիրելի առյուծներ, այս խավարումը լինելու է ձեր 7-րդ տանը եւ բնականաբար ջրհոսների հետ միասին այսպես շատ եք ավելի, բոլորից շատ եք ավելի այս խավարման ազդեցությունը զգալու։ Բոլոր այն առյուծները, ովքեր ծնվել են օգոստոսի 20-ից 22-23 ընկած ժամանակահատվածում, դուք բոլորից շատ եք զգալու այս փոփոխությունը եւ այն առյուծները, ովքեր ասցենդենտով են առյուծ եւ ասցենդենտը գտնվում է առյուծի 28, 29, 30 աստիճանում։ Դուք բոլորից շատ եք զգալու այս խավարման ազդեցությունը։ Քանի որ ձեր 7-րդ տանն է, կարծում եմ, որ ինչ-որ նորություն կմտնի ձեր փոխհարաբերություններում կապված թե ամուսնու կնոջ հետ, թե գործընկերների եւ թե հաճախորդների հետ։ Հնարավոր է ունենաք նոր գործընկեր, հնարավոր է ամուսնություն լինի այս ժամանակահատվածում, ինչ-որ նոր этап կսկսվի ձեր կյանքում կապված գործընկերոջ հետ, հա, համագործակցության հետ, ամուսնության թեմաներով։ Իհարկե հնարավոր է սա իհարկե բոլորին չի վերաբերվում, բայց նաև ինչ որ դատական գործողություններ սկսվեն։ Սա արդեն ծննդյան քարտեզով է պայմանավորված, թե ում մոտ ինչպես կլինի։ Հաջորդ նշանը կույսն է, սիրելի կույսեր, այս խավարումը տեղի ունենալու ձեր 6-րդ տանը, իսկ 6-րդ տունը դա առողջությունն է, առաջին հերթին աշխատանքն է, մեր առօրյան է, այսինքն հնարավոր է անցնեք նոր աշխատանքի, շատ կարևոր է որպեսզի ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը եւ եթե ինչ-որ խնդիրներ նկատեք, հա, ինչ-որ նոր ինչ-որ բան սկսվի ձեր կյանքում առողջության հետ կապված, անպայման ժամանակին դիմեք բժշկի հետագայում խնդիրներից խուսափելու համար։ Հնարավոր է նաև ոմանք որոշեն ընտանիք կենդանի ունենալ եւ առհասարակ սիրելի ընկերներ, երբ հատկապես 6-րդ ու 12-րդ տներում է գտնվում խավարումները, հա, կատարվում, ապա ցանկալի է օրինակ
ինքնուրույն, օրինակ, եթե 6-րդ տանն է, լավ կլինի ընտանի կենդանի ձեռք բերեք։ Եթե 12-րդ տանն է, լավ կլինի բարեգործություն անեք, որպեսզի այս եթե ինչ-որ բացասական երանգ ունի խավարումը, որպեսզի այդպիսով կարողանաք չեզոքացնել այն։ Հնարավոր է օրինակ ոմանք իրենց աշխատանքից ազատվեն, բայց իհարկե հեշտ կարող են գտնել նորը, քանի որ նոր էներգիա է գալու։ Հաջորդ նշանը կշեռքն է։ Սիրելի կշեռքներ, այս խավարումը տեղի ունենալու ձեր 5-րդ տանը։ Իսկ 5-րդ տունը դա մեր երեխաներն են, մեր այն ամենը, ինչը մեզ հաճույք է պատճառում, սիրավեպերը, ռեստորանները, հյուրանոցները, մի խոսքով արվեստի ցանկացած գործերը եւ այլն։ Այսինքն հիանալի ժամանակ է լինելու ձեզ համար, որպեսզի ձեր պրոյեկտները արվեստի ոլորտում իրականացնեք։ Գուցե այս ժամանակահատվածում ձեզ հրավիրեն ռեստորան, համերգի, թատրոն, ուշադրություն կպահանջեն երեխաները։ Երեխաների կյանքում կարող են լինել ինչ-որ կարևոր իրադարձություններ։ Եթե պլանավորում եք երեխա ունենալ, ապա կարծում եմ, որ այս խավարումը ձեզ կօգնի այդ հարցում։ Ինչպես նաև, եթե զբաղվում եք սպորտով, շատերը կարծում են, որ կսկսեն զբաղվել սպորտով այս ժամանակահատվածում։ Եթե լատարի եք խաղում, ապա հնարավոր է նաև հաղթանակ ունենաք։ Իհարկե զգույշ եղեք, որ ազարտով չտարվեք։ Հաջորդ նշանը կարիճն է։ Սիրելի կարիճներ, այս խավարումը տեղի ունենալու ձեր 4-րդ տանը։ Իսկ 4-րդ տունը այն ամենն է, ինչը կապված է անշարժույթի հետ, մեր ընտանիքի անդամների հետ։ Քանի որ նոր էներգիա է գալիս, կարծում եմ հնարավոր է բերի ձեզ նոր անշարժույթ, նոր բնակարան, նոր ընտանիքի անդամ գուցե։ Կարող է օրինակ ձեր ընտանիքի անդամ հայ երեխան ու որդին կամ դուստրը ամուսնանա, այսպիսով ձեր ընտանիքում նոր անդամ ունենաք։ Գուցե երեխայում ընտանիքում ծնունդ լինի, այսպիսով նոր ընտանիքի անդամ ունենաք, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Ոմանք գուցե սկսեն նաև շինարարություն։ Հաջորդ նշանը աղեղնավորն է։ Սիրելի աղեղնավորներ, այս խավարումը տեղի ունենալու ձեր 3-րդ տանը։ Եվ բերելու է ձեզ նոր ուսում, նոր ինչ-որ դասընթացներ, նոր հնարավորություններ, հնարավոր է քննություններ, ճանապարհ նոր գուցե գնաք, հնարավոր է ունենաք նոր օրինակ հարևան կամ այս ժամանակահատվածում ոմանք որոշեն գնալ մեքենա վարելու դասընթացների, գուցե մեքենա ձեռք բերեք, նոր հեռախոս ունենաք, ցանկացած կապի տրանսպորտի միջոց հնարավոր է նոր ունենաք, նման ինչ-որ հարցեր են լինելու ձեր կյանքում։ Այցեղջյուրներ, սիրելի այցեղջյուրներ, այս խավարումը տեղի ունենալու ձեր 2-րդ տանը, ֆինանսների տունն է, մեր աշխատավարձի տունն է, առհասարակ մեր արժեքավոր իրերի տունն է, այսպես ասեմ։ Եվ հնարավոր է ձեզ բերի նոր աղբյուր գումար աշխատելու, նոր եկամտի աղբյուր ունենաք, անսպասելի գումար գուցե ստանաք, որոշեք օրինակ ինչ-որ բան գնել կամ վաճառել, գուցե ժամանակին ինչ-որ բան պետք է վաճառեիք, ձեզ մոտ չէր ստացվում, ինչ-ինչ պատճառներով, այս խավարման արդյունքում կարողանաք այն հեշտ վաճառել։ Իսկ արդեն ջրհոսների մասին սկզբում նշեցի, այսքան է սիրելի ընկերներ, կապված այս խավարման հետ, ամենակարևորը, որ այս խավարման ընթացքում նոր գործեր չսկսեք, նոր ինչ-որ էքստրեմալ գործողություններ չկատարեք, ամեն ինչ լավ ձեզ համար խաղաղ հանգիստ գնաք եւ ամեն ինչ կարծում եմ, որ լավ կլինի։ Այսքանը կապված այս խավարման հետ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։